Երբ նրանց բերեցին, ատյանում կանգնեցրին։ Քահանայապետը նրանց հարցրեց ու ասաց. «Ձեզ խստիվ չպատվիրեցինք, որ այդ անունով չուսուցանեք։ Ահա Երուսաղեմը ձեր ուսմունքով լցրիք և ուզում եք այդ մարդու արյունը մեզ վրա գցել»։ Պետրոսն ու առաքյալները պատասխանեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց»։ Քրիստոսի հետևորդները չպետք է վախենան խոսել ճշմարտության մասին, բարձրաձայնել ճշմարտությունը, նույնիսկ երբ հասարակությունը հակված չէ ընդունելու այն։ Հնազանդությունը վտանգավոր ճանապարհ է, բայց դա է միակ ուղին, որով մենք կարող ենք իրականում տեսնել Աստծո զորությունը։ Հնազանդությունը հավատի դրսևորում է, իսկ հավատի հիմքում վստահությունն է։ Մենք հնազանդում ենք Աստծո խոսքին, քանի որ գիտենք ով է խոսողը և ինչ բաներ է պատվիրել ու խոստացել իր հետևորդներին։ Մենք չենք կարող կես հավատացյալ լինել, կիսով չափ հնազանդել, ուր և երբ հարմար է այո ասել Աստծուն, իսկ մնացած պարագաներում անտեսել իր խոսքը։ Սա կեղծ հավատք է, կեղծ հնազանդություն։ Իսկ կեղծ հնազանդությունը կարող է մեզ հանգեցնել Աստծո դատաստանին։ Իսկ եթե մենք չենք հավատում Աստծուն, չենք էլ փնտրի նաև նրա հրամաններին հնազանդել։ Այսօր էլ, երբ Աստծո պատվերներն անընդունելի են դառնում աշխարհի համար, եկեք հիշենք, որ Աստծուն հնազանդելը մեր պատասխանատվությունն է։ Տեր, օգնիր ինձ միայն քո խոսքին հնազանդելու և հավատարիմ մնալու քեզ։ Ամեն։